Ստարտափի կոչումը խնդիրներ լուծելն է։ Ստարտափերի առաքելությունը պոտենցիալ ներդնողներին համոզել, որ տվյալ խնդիրը լավագույնս լուծվում է հենց իրենց պրոդուկտի միջոցով։ Ստարտափերների հերթական ֆանտաստիկ քարյակը ժյուրիի կազմին ներկայացրեց տարատեսակ ասպարեզների խնդիրներ եւ առաջարկեց դրանց լուծման իրենց տարբերակները։ Analyzed ընկերության մշակած Special ավելվածը տեղեկատվության փնտրման հարթակ է, որը կոչված է թեթևացնել հատուկ կարիքներով երեխաների եւ նրանց ծնողների հոգսը։ Սայգարդի գաղափարը հիմնադիրների մոտ ծագեց COVID համավարակի ընթացքում ձևավորած բնական պահանջարկից։ Aga Systems-ի մշակած պրոդուկտը հոգեբանական ծառայությունների առցանց պլատֆորմ է։ Arm Bionics ընկերությունը հանձն է առել բարձրացնել վերին վերջույթի ամպուտացիա ունեցող մարդկանց գոհունակությունը եւ կյանքի որակը, առաջարկելով պրոթեզներ ու տվյալների հավաքման համակարգ։ V-Expo արդակն էլ 3D ինտերակտիվ լուծումներ է բերել ցուցահանդես կազմակերպիչների համար։ Նպատակն է ձևավորել մշակույթ եւ առաջարկել հնարավորություն, որ մարդիկ ոչ միայն ֆիզիկապես այցելեն ցուցահանդեսների, այլև դա անեն առցանց։ Բոլոր լուծումները բարձրաձայնված էին։ Մնում էր մեկ խնդիր. ինչպես կբաշխվի դրամաշնորհը։ Ցավոք մասնակիցներից ոչ մեկի ելույթը չհամոզեց ժյուրիին, եւ ստարտափերները լքեցին տաղավարն առանց ցանկալի սերտիֆիկատի։ Վարոդիկյութից հետո Չինաստանի տնտեսությունը վերել կապրեց, երկիրը գերիշխող դիրք ու մեծ հնարավորություններ ստացավ։ Բոլորը սկսեցին նրանց հետ հաշվի նստել, ու դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ինչ-որ գաղափար բառիս բուն իմաստով կրակեց։ Առաջիկա րոպեներին լավ գաղափարների կրակահերթ է սպասվում այս տաղավարում։ Մեծ հույս ունեմ, որ մեր նախագծում ներկայացված պրոդուկտները մոտ ապագայում պայթեցնելու են շուկան։ Ողջույն։ Դուք դիտում եք Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Fast Media-ի եւ Bahamut հիմնադրամի համատեղ իրականացրած հեռուստատեսային իրապատումը գաղափարից բիզնես։ Այստեղ լավ գաղափարները թանկ են գնահատվում։ Սա միակ հեռուստանախագիծն է, որտեղ մասնակիցները կարող են ստանալ մինչև 10 միլիոն դրամ բացառապես իրենց գաղափարների հաշվին։ Լավ գաղափարներից ընտրել ամենալավերը իրավասու են միայն լավագույնները։ Ողջունենք մեր ժյուրիի գերագույն անդամներին։ Արամ Փաղչանյան, AIB կրթական հիմնադրամի համահիմնադիր եւ Օգաբարձուների խորհրդի նախագահ։ 2014-ից 2020 թվականներին եղել է AIB դպրոցի ղեկավարը։ Մինչև այդ ավելի քան 1 տասնամյակ եղել է ABB-UYY միջազգային ընկերության փոխնախագահը։ Գագիկ Բադարյան, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, շուրջ 40 գիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ։ Ամալիա Մխիթարյան, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների տնօրեն, Emerson ընկերության NI Test and Measurement Group-ի համալսարանների հետ համագործակցության տեխնիկական ծրագրի ղեկավար։ Ռեմ Դարփինյան, Smart Click եւ Viral Mango ընկերությունների հիմնադիր, թվային մեդիայի մասնագետ, ձեռներեց, ստարտափ խորհրդատու։ Աննա Խաչատրյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի գործառույթների եւ համայնքի հետ կապերի ղեկավար, ստարտափ մարզիչ, ինկուբացիոն եւ աքսելերացիոն ծրագրերի ղեկավար։ Մարիամ Մարգարյան, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության էկոհամակարգի զարգացման բաժնի պետ, ապահովում է վարչությունում իրականացվող դրամաշնորհային եւ մի շարք այլ ծրագրերի իրականացումը։ Մոնիկա Մաթևոսյան, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության նորարարության խթանման բաժնի գլխավոր մասնագետ։ 2022 թվականից հանդիսանում է նախարարության գաղափարից մինչև բիզնես եւ ներուժ Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի դրամաշնորհային ծրագրերի պատասխանատու։ Մրցութային հանձնաժողովի 7 անդամներից 5-ը տաղավարում են, իսկ 2-ը մասնակիցների ելույթներին հետևելու են կադրից դուրս եւ գնահատելու նույն չափորոշիչների հիման վրա։ Գնահատման 10 չափորոշիչները սահմանված են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Ժյուրին նախագծերը գնահատում է 10 չափորոշիչներով։ Առաջին՝ նպատակ։ Որքանով է ներկայացված պրոդուկտի անհրաժեշտությունը հիմնավորված եւ համապատասխան մրցույթի նպատակներին եւ առաջնահերթություններին։ Երկրորդ՝ խնդիր։ Որքանով է կարևոր այն խնդիրը, որի լուծումը հանդիսանում է տվյալ պրոդուկտը։ Երրորդ՝ ազդեցություն։ Որն է ներկայացված պրոդուկտի ազդեցությունը, շարունակելիության եւ կայունության ապահովման մեխանիզմները։ Չորրորդ՝ նորարարություն։
Որքանով է տվյալ պրոդուկտը նորարարական Հայաստանի Հանրապետությունում եւ տարածաշրջանում։ 5. Աճի հնարավորությունները։ Արդյոք ներկայացված են թիրախային նպատակները եկամտի եւ շուկայի վերաբերյալ։ 6. Առևտրայնացում։ Արդյոք մասնակիցն ունի իրատեսական ռազմավարություն եւ առաջխաղացման ծրագիր։ 7. Մրցակցային առավելություններ, որոնք են տվյալ պրոդուկտի առավելությունները շուկայում առկա մրցակիցների հանդեպ։ 8. Բյուջե եւ միջոցառումներ, որքանով են դրամաշնորհային գումարի տնօրինման ուղղությունները նպատակահարմար ծրագրի հաջողման տեսանկյունից։ 9. Թիմը։ Արդյոք պրոդուկտի մշակման եւ առաջխաղացման գործընթացում ներգրավվող աշխատակիցների մասնագիտական փորձառությունը բավարար է ծրագրի նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար։ 10. Պատկերավոր ներկայացման հմտություններ։ Արդյոք մասնակիցը կարողանում է լիարժեք ներկայացնել պրոդուկտը, դրա առանձնահատկությունը եւ հետագա զարգացման հնարավորությունները։ Ժյուրիից բացի մասնակիցներն իրենց նախագծերը ներկայացնում են նաև Բահամութ հիմնադրամի փորձագետների դատին։ Ոսկե տոմսը եթերաշրջանի եզրափակիչ թողարկմանը մասնակցելու ուղեգիր է, որտեղ հայտնի է դառնալու Բահամութ հիմնադրամի սահմանած հատուկ ներդրումային ֆոնդի ճակատագիրը։ Ողջույն ժյուրիի մեծարգո անդամներ, շատ ուրախ եմ, որ այսօր կրկին միասին ենք լինելու եւ ձեզնից է կախված, թե ովքեր են միլիոնատերներ դառնալու այսօր, այն էլ 10 միլիոնատերներ։ Արամ խորհուրդ տվեք մեր մասնակիցներին ինչպես դիմակայել ժյուրիի անդամների քննադատություններին ու հարցումներին։ Ուղղակի պատրաստ լինել եւ մի բան էլ ասեմ, հայտնի է, որ հարված ավելի քիչ ցավոտ է, եթե մկանները ավելի թույլ ես պահում, եթե լարում ես, հարված ավելի ցավոտ է լինում։ Եվ այդ առումով թող հանգիստ լինեն, որտեղ երբ որ իրենք լարված են ու մի բան ասում են իրենց էմոցիոնալ լարված ձայնով, իրենք միանգամից կարող է ներքին իրենց լարվածությունը էլ ավելի աճի կամ այդ զգացողությունը, որ իրենց մոտ առաջանա դրանից, ավելի սուր լինի, քան պետք է։ Հանգիստ, հանդարտ, ժպիտը դեմքին, եւ այդ դեպքում քո ընկալումը դառնում է այդ քո ժպիտի մասը։ Դու ավելի ոգևորված ու հանգիստ ես ընկալում եւ պատասխանում ես անպատասխան։ Մեր էմոցիաները թող ինենք օգտագործեն, որպեսզի ավելի թեժացնեն եւ ավելի հետաքրքիր դարձնեն իրենց խոսքը։ Ես շնորհակալ եմ պատասխանի համար, անձնապես եմ սա ասում, բավականին հոգուտ քաղեցի։ Ամալիա, ինձ հետաքրքիր է, հնարավոր է արհեստական կերպով ստեղծել խնդիր, հետո առաջարկել տվյալ խնդրի լուծումը։ Մենք ամեն օրվա իրականությունում հենց դա էլ տեսնում ենք, որ արհեստականորեն ստեղծվում է խնդիր եւ փորձում ենք լուծել արհեստականորեն ստեղծված խնդիրը։ Այստեղ հարցը առաջանում է, արդյոք կարիք կա արդեն իսկ խնդիրներով լեցուն մեր աշխարհում ստեղծել եւս մեկը արհեստականը եւ փորձել լուծել դա։ Ես կառաջարկեի փորձել լուծել այն խնդիրները, որոնք արհեստական չեն եւ որոնք կարիք ունեն լուծման։ Շատ բարի, Գագիկ, որ բիզնես մոդելն է ավելի շահութաբեր, եթե բաժանորդագրվում են ամսական վճարումով, թե մեկ անգամյա վճարումով։ Իրականում, եթե խոսքը գնում է մեկ անգամյա վճարումով սպառման մասին, բնականաբար բիզնեսի համար շատ ավելի դժվար է, որովհետև եթե հաճախորդը մեկ անգամ օգտվում է նրանցից եւ վերջ, բնականաբար անհրաժեշտ է ունենալ հաճախորդների շատ ավելի մեծ բազա, ավելի ընդգրկուն ու տարողունակ շուկա, որի պարագայում հնարավորություն կլինի անընդհատ ներգրավել նոր սպառողներ։ Եվ եթե հատկապես խոսում ենք հայկական շուկայի մասին, որտեղ սպառման շրջանակը ակնհայտորեն շատ ավելի նեղ է, ստարտափերը ու բիզնես գաղափարները պետք է խնդիրն այն կերպ լուծեն, որպեսզի հնարավորություն ունենան գեներացնելու հասույթ ոչ թե մեկ անգամ, այլ շարունակական, ընդլայնելով իրենց ծառայությունները, բարելավելով պրոդուկտը, տալով նոր որակական հատկանիշներ, այլ կերպ ասած ստարտափը պետք է մշտապես պահի իր շունչը զարկերակի վրա, որպեսզի դուրս բերի նոր պահանջմունքներ եւ այդ պահանջմունքները բավարարելու նոր ուղիներ։ Շնորհակալություն։ Եթե մեկի մոտ մի բան լավ է ստացվում, դա ամենևին էլ չի նշանակում, որ նա ունակ է նույն կերպ հաջողել ամեն ինչում։ Դուք կցանկանայիք, որ ձեր սիրելի ֆուտբոլային թիմում հանդես գար, ենթադրենք, Էյնշտեյնը։ Մեր նախագծի մասնակից թիմերը կատարել են աշխատանքի հստակ ու գրագետ բաժանում, չէ՞ որ նրանք արդեն հասել են այս փուլին։ Ծանոթանանք այսօրվա թիմերին ու նրանց պրոդուկտներին։ Գաբրիելյան Դավիթ, քաղաք Երևան։ InfTech-ՍՊ մեր պրոդուկտը Bar Control է կոչվում։ Գույքագրման հավելված է, որը օգնում է բարերին գույքագրման process-ը հեշտացնել, լավացնել, պատենտավորված է որպես գյուտ։ Սկսեցինք աշխատել նրա շուրջ, ոնց օպտիմիզացիա անենք այդ խնդիրը, որ
ունենանք հստակ ճիշտ տվյալներ ու վերջի տարիներ անց հասանք նրան, որ ունենք արդեն էպի տեսքով տարածաշրջանում կիրառում գտած, հաճախորդներին արդեն հասանելի ու զարգացման միտումներով պրոդուկտ։ Մասնակցում ենք ծրագրին, որովհետև լավ հնարավորություն է թմի համար, որ անցնեն այս պրոցեսներով, գրանտներ, ինվեստորներ, ինչը նաև հնարավորություն կտա շահելու դեպքում ել ավելի արագ զարգացնել ինչ-որ ֆունկցիոնալներ ու լավացնել պրոդուկտը։ Դավիթ, դուք ունեք 3 րոպե ժամանակ։ Ժամանակը գնաց։ Ես Դավիթն եմ, ներկայացնում եմ Bar Control բացառիկ հավելվածը, որը նախատեսված է բարերի, ռեստորանների, խմիչքների գույքագրման համար, ինչը բիզնես նկատառումներից ելնելով պարտադիր պրոցես է։ Այս պրոցեսի ընթացքում բավականին մեծ խնդիրներ են առաջանում, եթե ավանդական մեթոդներով են անում։ Հիմնական դա ժամանակի վատնում, ամսական մինչև $5,000 կորուստ կարան ունենան ու մինչև 20% պոտենցիալ կորուստ իրանց շահույթից պաշարների հետ կապված։ Մենք ունենք խնդրի մեր ունիկալ լուծումը, որը կուզենայինք ցույց տանք, թե հավելվածը ոնց է աշխատում փոքր տեսանյութի միջոցով։ Ինչ են ասում հաճախորդները մեր մասին։ 80% նվազեցնում են կորուստները, 70%-ով ժամանակ ենք խնայում, 15% շահույթն ենք ավելացնում պաշարներից։ Բիզնես մոդելը SaaS, հոռեկա ոլորտ, միջին բաժանորդագրության վճարը $127։ Շուկայի ծավալները հասկանալու համար վերցրել ենք Եվրոպան, Ռուսաստանը, ու Հայաստանը իհարկե, ու մեր թիրախը մոտավորապես 50%-ն է։ Մարքեթինգային կառուցվածքը էլի հստակ գիտենք, բայց մեծ ուշադրություն ենք դարձնում մատակարարների հետ համագործակցության պոս-ինտեգրատորների ու էքսպոների ու IT ֆորումների, նաև ֆինանսական կանխատեսումներից ասենք, որ մինչև 26 թվական ուզում ենք հասնենք 1000 լիցենզիայի, եկամուտների չափումներ ունենք, բայց սրանք անդրադառնանք հարց պատասխանի ժամանակ։ Մրցակցային առավելությունները, այն որ բացառիկ ենք տարածաշրջանում, բացի այդ ունենք հետևյալը, որ 10,000 պլյուս ունիկալ ապրանքների բազա ունենք, բացառիկ customer experience ենք տալիս, multi-platform լուծում ենք սկաներով ու քշերքով, առավել բարձր ճշգրտությամբ։ Մեր պլաններն ու կարգավիճակները ակտիվ ուզում ենք տարածվենք ԱՊՀ-ում, ինչի համար եւ եկել ենք ստեղ, app-ում supply chain համակարգ ստեղծենք ու նոր ինտեգրումներ անենք POS-երի հետ։ Մեր ձեռքբերումներից լուծումը պատենտավորած է Հայաստանում, Barhub Expo-ին ճանաչվել ենք բացառիկ պրոդուկտ, ԱՊՀ-ում ու ICO-ի հետ համագործակցություն ենք ձեռք բերել ռեգիոնալ։ Այս մեր հաճախորդներն են, որոնց մեջ կտեսնեք նաև միջազգային ցանցեր, ովքեր մեզ վստահում են, իրանց հետ ինտենսիվ աշխատում ենք։ Սա մեր հրաշալի թիմն է, որոնք մասնագետներ են IT եւ հոռեկա ոլորտից ու իրար հետ իրագործում ենք այս ծրագիրը։ Շնորհակալություն, եթե հարցեր կա, ուրախ կլինեմ։ Հիանալի է, Դավիթ, խնդրեմ, համեցեք։ Շատ լավ։ Նախ բնականաբար շատ կարևոր խնդիր է լուծում ու իրականում լիքը բան ունեք արած, բայց ինձ մի կարևոր հարց է հետաքրքրում։ Դուք նշեցիք, որ արդեն իսկ ունեք 150 եւ ավելի հաճախորդ։ Այս պարագայում կխնդրեմ բացատրել, թե ինչպես է ձեր կողմից առաջարկվող պրոդուկտը համապատասխանում մեր դրամաշնորհի գաղափարին, այն է մուտք դեպի շուկա, որտեղ 150 եւ ավելի հաճախորդ ունեցողը մի փոքր դժվար է համարել շուկան նոր մուտք գործող կազմակերպություն, դրա համար կխնդրենք, թե ինչու այս խորագրով դրամաշնորհ։ Նայած ինչն ենք համարում շուկա, իրական շուկան շատ մեծ է, ամբողջ աշխարհը շուկա է։ Մենք մեր համար համարում ենք շուկան, դա մեծ շուկա է, օրինակ ներկայացրեցինք Եվրոպա, Ռուսաստան ու մնացած երկրները չենք ասել, իրական շուկան ընդեղ է, որտեվ Հայաստանի շուկան ծավալ այնքան փոքր է, որ անգամ եթե ամբողջ շուկան փակում է, ինքը sustainable չի ստացվում, որտեվ այս տիպի պրոդուկտները scaling են ուզում ու բացառիկ են նրանով, բացառիկը որն է, գյուտ է այս, որ հնարավորություն ունես տարբեր երկրներում այդ պրոդուկտը տաս։
Այ դրա մասով ենթադրում է, որ այդ կերպ կհնչի, որ ավելի շատ դրսի շուկա դուրս գալու համար։ Իհարկե, ինքը համագործակցության ինչ որ կապեր արդեն իսկ կան, այսինքն եթե նպատակն է դուրս գալ։ Այկո ծրագիրը, որ նշեցինք, իրանց հետ ինտեգրացիա ենք շատ հաջող արել ու այս Bar Hub Expo-ին որ գնացել ենք, ինքը Ռուսաստանում ամբողջ SNG-ի մակարդակով համարվում է ամենա տոպովի էքսպոն, որտեղ հավաքվում են այս ինդուստրիայի պրոֆեսիոնալներ ու իզուր չասեցինք, որ մենք այդ էքսպոին ամենաշատ հայտեր ստացող ընկերությունն ենք եղել, միակն ենք եղել Հայաստանից ու շատ զարմացած եմ, որ ռեալ տենց պրոդուկտ կարելի էր անել, որ ցավի կետը գտել ենք ու լուծում ենք։ Ռեմ, տեսեք, դուք բիզնեսի համար կարևոր խնդիր եք լուծում, բայց բարմենի տեսակետից դուք շատ վատ պրոդուկտ եք։ Բարմենների համար շատ լավ պրոդուկտ է, նայած բարմենը ոնց է դրան վերաբերվում։ Հանկարծ որ ինքը գողանա։ Դա եք բանում փաստացի, որ իր խմիչքը չբերի, չվաճառի, հաստատության խմիչքի փոխարեն եւ դրանով չշահի։ Այստեղ եթե ճիշտ պատկերացրեցի, կշերք տեսա, վիդեոյի մեջ չէ, սկան արվում բարկոդը, հետո կշերքով դուք չափում եք ինչքան է մնացել։ Հա, խտությունը հաշվի առնելով չափում է։ Այստեղ հարց է գալիս, եթե ես օրինակի համար օղի եմ լցրել, հետո ավելի էժանանոց օղի եմ լցրել եւ ամեն ինչ ճիշտ է ցույց տալի։ Դուք այդ խնդիրը չեք կարողանում լուծել, ճիշտ եմ հասկանում եք։ Այդ խնդիրը չի լուծում, որովհետեւ օղին օղու խտության հետ նույնն է, բայց մենք ինչ խնդիր ենք լուծել։ Այսինքն եթե կոնյակի տեղը թեյ լցնի, դուք կարողանաք դա ճիշտ հայտնաբերել գտնել։ Եթե կոնյակի տեղը ինքը թեյ լցնի, ծրագրի մեջ ալգորիթմ է դրված, որ ինքը խտությունը հաշվի առնելու, եթե դա սկան արել, ինքը ճանաչելա որպես կոնյակ է շիշը, ինքը կոնյակի հիման վրա է հաշվելու։ Եթե մեջը թեյ եղավ, այդտեղ տարբերություն է առաջանալու, որտեղ ինքը պետքա հետո արդեն կերևա ավելա խնդիրը նորից գալիս է, որ դուք գնում եք բարմենի դեմ։ Այսինքն բարմենը եթե կարողանում էր ինչ-որ էքստրա մի քանի կոպեկ փող աշխատեր, մի քանի տես լում ավել աշխատեր, դուք փակում եք այդ բանը եւ իրանք ձեզ բարմեններին ուղղակի պետք են ինձ նման հաճախորդներ, ովքեր սիրում են թեյավճարներ թողել։ Եվ իրանք կարող է սաբոտաժ անեն ձեր պրոդուկտը, ինչ որ ձև մտածել է, որ չի աշխատում եւ տանեն բիզնեսին ասեն դե չի աշխատում այս ծրագիրը։ Տենց խնդիրի առնչվել եք։ Առնչվել ենք ու մենք գալիս ենք հակառակ կողմից։ Մենք հանդիսանում ենք որպես ասիստենտ, այլ ոչ թե որպես իր կոնտրոլոր, հա։ Մենք կոնտրոլ ենք անում բիզնեսի process-ները, գործատուն ու բարմենը միշտ վստահության պակաս ունեն իրար նկատմամբ։ Մենք այդ հարցը լուծում ենք, ասում ենք, եթե ինքը հստակ աշխատում է, մեկ այդ process-ով անցնում է, թողանի արագ, թողանի ու ասի, ով ուզում է թողանի, նույն տվյալն է ստանալու ու ինքը էլ խնդիր չունի ինչ-որ բան ապացուցելու։ Մենք այդ տեսանկյունից ենք։ Եվս մեկ հարցի հնարավորություն Ամալիա խնդրեմ։ Ես ընթացքում հա բեռնեցի ինձ մոտ հավելվածը, գտա, բայց հասկացա մի բան, որ այստեղ հա գրանցվելու հնարավորություն ցանկացած անց չունի։ Ասեմ, որ մենք մենակ B2B ենք ու ցանկացած մարդ չի կարող գրանցվել, եթե ինքը չի նախապես հայտ չի ներկայացնում։ Ոնց է հայտը ներկայացնում, մտնում է Կներեք, այստեղ մի անգամից մի բան էլ խնդրեմ, մի անգամից այս հարցին պատասխանելուց զուգահեռ եկեք նաև բիզնես մոդելին, հա, ինչպես է գումար աշխատում բիզնեսից։ Ուրեմն վեբ կայքի միջոցով հայտը տրվում է, կազմակերպությունը լրացնում է համապատասխան դաշտեր, հայտ է գալիս, որը հաստատման պարագայում իրան բացվում է օկտահաշիվ, հա, որտեղ ինքը արդեն իր ստրուկտուրան է ստեղծում, աշխատակիցներ եւ այլն, հա, քանի լիցենզիայի հայտ է տվել եւ այլն, բավականին բարձ գործընթաց է, երբ որ ինքը դա ստանում է, արդեն իսկ հավելվածի մեջ ինքը կարողանում է իր օկտանունով ու գաղտնաբառով մուտք գործել ու username password-ը նկատի։ Username password։ Ու ինքը սկսում է օգտվել դրանից, հա, այնտեղ տարբեր հիերարխիաներ կան, ով ինչ Իսկ ինչպես է գումար աշխատում։ SaaS մոդել է, մենք subscription մոդելով ենք աշխատում։ Ընկերությունները վճարում են իրանց Եվ մի պրոդուկտի ինչքան է լիցենզիան մեկ բիզնեսի համար։ Մի քանի տարբեր փաթեթներ ունենք, միջինը մոտ $127 է հաշված, պրոդուկտը ամսական։ Միջինում քանի օկտահաշվի պարագայում։ Ինքը տակը քանի հոգի ուզում է, staff-ի հետ կապված limitation չկա, բայց լիցենզիան այդքան արժի, իսկ եթե ինքը մի քանի տեղ է ուզում առանձին
կետեր ունի, որտեղ պետք է հաշվար կանի, ինքը մի քանի լիցենզիա է առնում։ Եթե չէ, ինքը մի լիցենզիայով կարող է 4 տեղն անում, ենթադրենք։ Շատ բարի, Դավիթ, ես հույս ունեմ, որ այսօրվա ժյուրիի որոշումը դրական կլինի եւ միջազգային շուկա դուրս գալու համար դրամաշնորհիկ արժանանակ ձեզ Հուսանք, շնորհակալություն, սպասասրահ սպասելու, այնտեղ մի լավ կոկտեյլ կարող եք պատրաստել։ Անպայման։ Մենք ամենանք, իսկ մենք վարկաներանց կդիմավորենք մեր հաջորդ մասնակցի։ Շատ լավ անցավ, հանգիստ, Ահագին խոսացինք։ Լավ էր, հարց պատասխանը ամենահետաքրքիր բանն է։ Ահագին բաներ ես քո համար քաղում։ Կարծում եմ, եթե մի քիչ ժամանակ ավելի շատ լիներ, ավելի շատ փաստեր կարելի է ներկայացնել հետաքրքիր, թե ժյուրիի համար, թե հետագայում ովքեր կդիտեն ու ավելի պրոդուկտները ավելի բացահայտեն իրենց պոտենցիալը։ Ղազարյան Իրինա, քաղաք Երևան, Հայաստան։ Ներկայացնում եմ դոկտրան հարթակը, որը առաջին հավելվածն է Հայաստանում, որի միջոցով կարելի է գնալ բժշկի առանց հերթերում սպասելու, առանց բժշկի զանգելու, եւ մյուս կողմից հավելված, որը օգնում է բժիշկներին կենտրոնալ իրենց պացիենտների վրա։ Գաղափարը առաջացել է 3 տարի առաջ, մի օր, երբ որ հայրս, ով բժիշկ է, գիշերը ժամը 2-ին հերթական զանգներ ստանում իր պացիենտներից։ Եվ զանգի ավարտից հետո նա հարցրեց. արդյոք կարող ենք մի բան անել, որ բժիշկներին ավելի քիչ զանգեն։ Այդ օրվանից ի վեր ես եւ իմ թիմը ամբողջությամբ նվիրվել ենք այդ գործին։ Մեր թիմը բավական բազմապրոֆիլ է եւ թիմում հատուկ ներգրավել ենք նաեւ բժիշկների, ովքեր մեզ կարողանում են հղկել մեր ապրանքը այնպես, որ նա օգտակարնի ոչ միայն պացիենտներին, այլ նաեւ բժիշկներին։ Մեր գլխավոր նպատակն է հեշտացնել բժշկի գնալը եւ բժշկի հետ կապի դուրս գալը թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Մեր ծրագրի հաջորդ քայլը, որը շուտով արդեն հասանելի կլինի մեր բոլոր օգտատերերին, դա օնլայն խորհրդատվությունների հարթակն է Դոկտորյանում։ Շատ ողջավորված ենք մասնակցել մրցույթի եւ համոզված ենք, որ կհաջողենք, քանի որ այն աշխատանքը, որ մենք ենք կատարում, իսկապես վերափոխում է ամեն օր մարդկանց կյանքը։ Շատ բարի, Իրինա, խնդրեմ, համեցեք, տաղավարը սպասում է ձեզ։ Ինչպես նաև մեր ժյուրիի հարգարժան ներկայացուցիչները։ Բարև ձեզ, ես Իրինան եմ։ Իրինա, դուք ունեք 3 րոպե ժամանակ։ Ժամանակը գնաց։ Համոզված եմ ամեն անգամ բժշկի գնալուց մի շարք հարցականներ կան։ Որքան է տևելու այցը, արդյոք լավ բժիշկ է թե ոչ, որքան ժամանակ եմ անցկացնելու հիվանդանոցում եւ որքան կարժենա։ Հիմնականում մեր սպասելիքները չեն արդարանում, թե փորձառության, թե ժամանակի եւ թե վճարումների տեսանկյունից։ Մյուս կողմից պատկերացրեք, որ դուք բժիշկ եք։ Երկար ու ծանր աշխատանքային օրվանից հետո եկել եք տուն, ուզում եք հանգստանալ, բայց ձեր հեռախոսը չի դադարում զանգել։ Ձեր աշխատանքային առօրյան պարզապես երբեք չի ավարտվում։ Իսկ ինչ եթե ես ասեմ, որ դոկտրանը արդեն վաղուց լուծել է այս բոլոր խնդիրները։ Հիմա պատմեմ ինչպես։ Ես Իրինան եմ, դոկտրանի համահիմնադիրն ու տնօրենը։ Դոկտրյանը վերափոխել է առողջապահական ոլորտը, դարձնելով այն շատ ավելի մարդակենտրոն եւ հեշտ։ Մի կողմից իսկապես բժշկի գնալը մի ամբողջ պատմություն է։ Ում դիմել, ինչպես դիմել, ինչքան պետք է վճարեմ։ Մենք մեր թիմով կարողացել ենք սա հեշտացնել մինչև մի քանի կլիկ։ Դոկտրյանով բժշկի գնալը շատ հեշտ է։ Դուք ընտրում եք ձեզ հարմար մասնագետի, ընտրելով բժշկի մասին տեղեկատվության եւ այլ պացիենտների ստուգված կարծիքների վրա։ Կարողանում եք այդ համալրել ձեր հարմար ժամին առանց բժշկին զանգելու։ Գնում եք հիվանդանոց երաշխավորված լինելով, որ բժշկին տեսնելու եք հենց այդ ժամին։ Արդյունքում դուք կարող եք վերջում գնահատել ձեր այցը, ամրագրել այդ ընտանիքի մյուս անդամների համար եւ խնայել շատ ժամանակ։ Բժիշկները մյուս կողմից գերհոգնած են, որպեսզի կարողանան կենտրոնալ իրենց պացիենտի վրա, նրանք ծախսում են շատ ժամանակ եւ ռեսուրսներ տարբեր ադմինիստրատիվ աշխատանքների վրա, մարքեթինգի վրա եւ իրականում կորցնում են առօրյա 20% եւ ժամանակ եւ գումար։ Դոկտորյանը լիովին փոխարինում է անձնական օգնական ունենալու անհրաժեշտությունը։ Զանգերի կենտրոն, անձնական զանգերի կենտրոն, մարքեթինգ, գրանցումներ, հիշեցումներ, ամեն ինչ, որպեսզի բժիշկը կարողանա կենտրոնալ իր առօրյայի վրա։ Մենք համագործակցում ենք հիվանդանոցների եւ բժիշկների հետ ամսական կամ տարեկան բաժանորդագրության սկզբունքով։ Դոկտորյանը շատ սիրված է բժիշկների կողմից։ Այսօր մենք արդեն ունենք ավելի քան 30,000 օգտատեր, ովքեր օգտվում են մեր հարթակից, 20,000 ավարտված այց եւ համագործակցում ենք ավելի քան 1000 բժիշկների հետ։ Դոկտորյանը ինտեգրված է Հայաստանում ամենամեծ ապահովագրական ընկերություններից մեկի հետ եւ այժմ մենք Plug and Play-ի հայաստանյան առաջին ծրագրում ենք։ Շուտով մենք գործարկում ենք նոր գործիք, որը on-line կոնսուլտացիաների համար է եւ հիմա պատմեմ ինչու։ Այն արդեն իսկ շատ պահանջված է եւ սիրված է մեր օգտատերերի կողմից, քանի որ դու ուզում ես խոսել քո առողջության մասին հայերեն, բայց հաճախ չես գտնում քեզ անհրաժեշտ օգնությունը հենց տեղում։ Պատկերացրեք, դուք արդեն կարող եք ամրագրել այդ հայ բժշկի հետ, ով աշխատում է Գերմանիայում, կամ ԱՄՆ-ից կարող եք խոսել հայ բժշկի հետ, ով աշխատում է Հայաստանում։ Թիմում մենք 8-ն ենք, ունենք ծրագրավորողներ, մարքեթինգ, բժիշկներ եւ զանգերի կենտրոն։
Դոկտրանը առաջին իսկ օրվանից գեներացնում է եկամուտ, բայց հիմա մենք ունենք կրկին գումարի կարիք, որպեսզի ավելի արագ աճենք եւ ավելի արագ մեծանանք։ Մենք արդեն ստացել ենք անհրաժեշտ ներդրումների մոտ 40%-ը հայաստանյան ներդրողների ցանցից եւ այլ ներդրողներից։ Շնորհակալ եմ ուշադրության համար, օգնեք մեզ վերափոխել առողջապահական ոլորտը։ Շնորհակալ եմ։ Բրավո Իրինա, ձեր շնորհակալություն ներկայացման համար։ Ես չեմ հասկանում, ես ում մոտ եմ գրացում, ես հիմա կլինիկայի հետ եմ գործունեանում, թե մարդու հետ։ Ձեր համար հիմնականում 90% դեպքերում մարդիկ ընտրում են բժիշկ։ Մեր հավելվածում կան բժշկական կենտրոններ, եթե դուք օրինակ հակված եք, ձեզ միևնույնն է ով է բժիշկը, օրինակ դուք հակված եք գնալ հենց կոնկրետ բժշկական կենտրոն, կարող եք բժշկական կենտրոնի էջը մտնել, այնտեղից ընտրել բժիշկ։ Եթե դուք հստակ ուզում եք ընտրել բժիշկ, իսկ հիմնականում մարդիկ ոնց որ մի քիչ նույնիսկ սիմպաթիայից ելնելով փորձում են ընտրել բժիշկ։ Հավելվածի միջոցով կարող եք տեսնել բժշկի կրթությունը, մասնագիտացումը, աշխատավայրը, ինչպես նաև այլ պացիենտների ստուգված կարծիքները։ Ես գիտեմ, որ լուրջ կլինիկաները ձգտում են անել այնպես, որպեսզի այդ երևույթը նվազի, որպեսզի մարդիկ ոչ թե բժիշկ ընտրեն, այլ ընտրեն կլինիկա, որ կլինիկային վստահեն, ոչ թե բժիշկին, որտեղ որ իրենք բժիշկին են վստահում, դա բժիշկը որոշում է աշխատանքի տեղը փոխել, իր ամբողջ կլիենտներին տանում է մի այլ տեղ, ու սկսում է headhunting։ Հիմա արդեն եկել ենք այն վիճակի, որ բժիշկների աշխատավարձները անկապ աճում են, որտեղ բոլորը headhunt են անում, դա բժիշկի հետ նաև պացիենտ է բերում։ Եթե նոր կլինիկա է բացվում, գրում են բժիշկներին հավաքում են, դա պացիենտներին հավաքում են, իսկ մնացածները դժուժում են, չնայած դրա մեջ գովազդ են ներդրել եւ այլն եւ այլն։ Իրենք գովազդում են իրենց կլինիկան, շահում են բժիշկները։ Հիմա դա խնդիր չի ձեզ համար։ Չէ, իհարկե խնդիր չի։ Ասեմ ինչի, որտեղ մենք ունենք երկու բիզնես մոդել։ Մենք աշխատում ենք բժիշկների հետ եւ մենք աշխատում ենք կլինիկայի հետ։ Ունենք համագործակցություն, որտեղ կլինիկան մեզ վճարում է, մենք ինտեգրվում ենք իր գործող համակարգի հետ։ Կլինիկան մտնում է կլինիկայի, երևում է կլինիկայի մասին ինֆորմացիան, հասցեներ, բժիշկներ, արդեն պացիենտը ինքը ընտրում է որ բժշկի մոտ գնալ։ Տեսնում է, ենթադրենք կա 3 թերապևտ, ընտրում է թերապևտներից մեկին։ Բայց դուք հասկանում եք, չէ՞, որ այդ տարագայում դուք գնալով իմաստազրկվելու եք։ Թվերը ցույց են տալիս, որ մեր կարիքը ավելի շատ կա եւ անհնար է մենք իմաստազրկվենք։ Որտեվ բոլոր կլինիկաները գնալով իրենց գովազդելու են, իրենց կայքում ամեն ինչ կարելի է անել, իրենց ծրագրի միջոցով կարելի է գրանցվել, սկզբնական փուլն երբ որ իրենք կլիենտ են հավաքում, դուք իրենց պետք կգաք, բայց հենց որ իրենք հավաքեցին բավարար կլիենտ, դուք ավելորդ եք դառնում, դուք միջանկյալ օղակ եք դառնում, խանգարում է իրենց։ Չեմ համաձայնվի, հիմա կասեմ ինչի։ Նախ retention-ի խնդիրը մենք լուծում ենք մեր follow-up-երի համակարգով, երբ որ ամեն մասնագետ կար նշի, որքան ամիսը մեկ կամ ժամանակը մեկ պացիենտին հիշեցում գնա, որ նա պետք է անի։ Կլինիկաները հիմնականում չունեն այդ գործիքակազմը, բայց ենթադրենք եթե ունեն, չկա կլինիկայի համար հասկացություն բավարար կլիենտ։ Իրանք անընդհատ ծախսում են ահռելի գումարներ մարքեթինգի վրա, իսկ մենք արդեն ունենք ու գնալու մեր օգտատերերի բազան մեծանում է, ովքեր հստակ փնտրում են բժշկի։ Այդ առումով մենք իրենց շատ ենք օգնում։ Երկրորդ մասով, որպես հաջողված փորձ կարող եմ ասել միջազգային ենթադրենք Ֆրանսիայում գործում է Dr. Lip կազմակերպությունը, որը այս տարի IPO-ը մտնում մոտ 6 միլիարդ արժողությամբ, հիմնականում միայն Ֆրանսիայում աշխատում եւ չկա Ֆրանսիայում բժիշկ, ով գրանցված չի Dr. Lip-ում։ Ինչի, որովհետեւ մարդիկ Ֆրանսիայի պարագայում մարդկանց մեկա որ բժշկի մոտ գնան։ Իրանց պետքա մոտիկ հարմար բժիշկ լինի։ Այստեղ որևէ մեկը երբևէ ծրագրից օգտվել դոկտորյանից։ Ինչով կարող եք բացատրել, որ մենք դեռ ոչ։ Ես մի այստեղ 5 պատական մարդ են ստաց, իրենց ոչ մեկը չի օգնել։ Հա, բայց 30,000 մարդ օգտվել է, չէ՞ արդեն։ Դեռ մի տոկոսն են շուկայի գրավել։ Կաք։ Այո։ Բավականին տպավորություն է ստեղծվում, համագործակցում եք։ Այդ պարագայում դուք արդեն շուկայում կաք եւ ձեր շուկան էլ հենց Հայաստանի Հանրապետությունն է եւ այսօր այդ հարցը եւս մեկ անգամ ինձ հետաքրքրում է։ Այդ պարագայում որտեղ է ձեր մուտք դեպի շուկա բաղադրիչը։ Եթե ձեր product-ը հենց նրա համար եք ուզում դրամաշնոր, որ զարգացնեք ձեր դոկտորյանը հայաստանյան շուկայում, այն բավականաչափ զարգացած է, վստահ եմ բավականաչափ ստացել է աջակցություն նաեւ նախկինում, հետեւաբար այս առումով դուք արդեն իսկ շուկայում եք եւ այստեղ էլի ինձ հետաքրքրում է նույն հարցը, ինչ նախորդ դեպքում էր։ Որտեղ է ձեր մուտք շուկան։ Սկզբից պետք է հասկանալ ինչ նկատի ունեն ասելով շուկա։ Քանի հաճախորդ ունեք։ 30,000 օգտատեր ունեք 1000 բժշկի հետ։ 1000 բժշկի հետ։ Համենայն դեպս դա ձեր առաջին քայլերը չեն։ Որտեղ դուք 2 տարի է արդեն իսկ աշխատում եք 22 թվականից ճիշտ հասկացա, մի փոքր իմ համար ասոցիացիան է այստեղ երկու հարց տամ էլի։ Դե բայց մի տոկոսն է շուկայի կներես ջան, բայց մի տոկոսն է շուկայի, արի տենց հասկանանք էլի, եթե մի տոկոս դրանցած շուկան արդյոք 3 միլիոն է, թե չէ, եթե մենք ասում ենք 2 միլիոն լինի, լավ, 2 տոկոս, որովհետև լիքը մարդ այսպես թե այնպես չի օգտվելու դրանից եւ շուկայի բաղկացուցից մաս չեն կազմում այդ մարդը։ Տպավորությունն է, որ գայքը արդեն մտքում ունի որոշած, սրանք ոչ թե այդքան հարցեր են, այլ պնդումներ
բաներ։ Ես այդտեղ մի հարց տամ, ինձ թվում է, որ երկու հարց կփակի, մեկը բովանդակային, մեկը ավելի ֆինանսական։ Դուք բուժառուի տեսանկյունից նկատեցիք, որ ասում եք no waiting times, բայց իրականում իմ համար օրինակ հիմա էլ դժվար չի, ես հեռախոսով զանգեմ ժամը 12-ը վերցնեմ, բայց գնամ 12-ից 4-ը ստիպված լինեմ սպասեմ, որովհետև հիվանդանոցի ներքին կազմակերպչականը դա թույլ չի տալի, որ ես 12-ին գնամ եւ մտնեմ 12-ին, այդ մի հարցն է, կուզեի հասկանալ, արդյոք դուք ինչ որ արդյունքներ արդեն ունեք ձեր 30,000 հաճախորդներից, օրինակ այն ժամին, որ վերցրել են, այդ ժամին է մտել են եւ no waiting times at all։ Եվ երկրորդ հարցը դուք գրել եք 40%-ը ձեր ռաունդի այս պահին փակել եք, բայց չեք նշել ինչքան է ձեր ռաունդը, միգուցե դա էլ կօգնի Գագիկի հարցը փակելու այն մասով, որ տեսնենք իրենց ինչքան գումար է անհրաժեշտ եւ $25,000 ինչքանը կլրացնի։ Առաջին հարցին պատասխանելով մենք ունենք ստատիստիկա, դոկտրանով բժշկի գնալուց սպասում եք մինչև 3 րոպե։ Դա ինչի հաշվին է, ինչպես ենք մենք կարող այդ թվին հասնել։ Նախ բժիշկը գիտի, մեծ այդ համագործակցող բժիշկները արդեն գիտեն, որ պացիենտը եթե դոկտորն ու գալի, ինքը ֆիքսված գալու է այդ ժամին։ Այցի ավարտից հետո պացիենտը գնահատում է բժշկին մի քանի տարբեր կրիտերիաներով, որոնցից մեկն է սպասելաժամանակը։ Բժիշկը շատ լավ հասկանում է, որ ստիպել պացիենտին սպասել, ժամը իջացնել վարկանիշը։ Հիմնական սպասում եք բժշկի ոչ թե որովհետև սիստեմաները չեն աշխատում։ Սիստեմաները աշխատում են։ Դուք սպասում եք բժշկի, որովհետև բժիշկը չի ցանկացել ջանք ներդնի այդ սիստեման աշխատացնի։ Ինչի ենք մենք պնդում, որ եթե ունեք դոկտորյան, ձեզ անձնական օգնական պետք չի։ Որովհետև բժիշկները չունեն ժամանակ զբաղվել կազմակերպչական աշխատանքներով։ Մեծ հիվանդանոցներում, ինչպես դուք նշեցիք, շատ մեծ հիվանդանոցներում ամեն բժիշկ ինքնուրույն է զբաղվում իր գրանցումներով։ Փոքր կլինիկաներ մինչև 10-15, որտեղ մենք հենց B2B վաճառքներով ենք զբաղվում։ Արդեն կլինիկան ունի reception, որը զբաղվում է փորձում է մաքսիմալ կոորդինացնել։ Երբ որ մենք խոսում ենք հիվանդանոցի մասին, որտեղ 300 բժիշկ են, ոչ մի reception չի կարող դա անի։ Ու ամեն բժիշկ նախընտրում է ինքը իր ժամանակը կարգավորի։ Եվ ֆինանսական մասն էլ փակենք ու այսքանով եզրափակենք, հա, եթե կարելի է։ Ֆինանսական մասը մենք այս ռաունդում ուրեմն պատրաստում ենք 150,000 ռեյզ անել Հայաստանի շուկայի համար եւ 100,000 նոր շուկաներ դուրս գալու համար Հայաստանի համար։ Որ շուկան եք ուզում դուրս գաք։ Մենք հիմա partnership համագործակցություն ենք քննարկում Սաուդյան Արաբիայի հետ։ Այս պահին մենք նշված 150,000-ից արդեն 90,000 ունենք։ Մենք դոկտորանով վերափոխում ենք շուկան, բախվում ենք մի շարք դժվարությունների, թե բժիշկների հետ, թե պացիենտների, թե ժյուրիի հետ, բայց վստահ եմ հաղթելու ենք եւ հաղթարելու ենք։ Ես էլ ոչին բժիշկներին կթողնեմ, ոչ էլ հույս ունեմ իրենք ինձ կթողնեն։ Կարող ես սկսես օգտվել որպես պացիենտից։ Շնորհակալություն ձեզ, խնդրեմ ուղեկցեմ սպասա սրահ։ Եվ վարկաներ անց, սիրելի հեռուստադիտողներ, մենք կդիմավորենք մեր այսօրվա թվով 3-րդ մասնակցին։ Միշտ շատ ոգևորված եմ pitch անել, որովհետև երբեք չգիտես ոնց կանցնի։ Նույնիսկ եթե քո, չգիտեմ, 20-րդ pitch-ն է, միշտ տարբեր մարդիկ են, ամեն մեկը իր կարծիք ունի, իր պատկերացումներ ունի, ու միշտ պատրաստվում ես ամենադժվար հարցերին, բայց այդ ամենադժվար հարցերը չեն հնչում։ Հնչում են ավելի հարցեր, որոնք որպես օգտատեր իրանց հուզում են։ Երբ դու շատ երկար աշխատում ես մի պրոդուկտի վրա ու շատ լավ գիտես արդեն թե քո հաճախորդներին, թե քո պրոդուկտը իր եւ թույլ եւ ուժեղ կողմերը, գուցե եւ մի քիչ դժվար է մնալ շատ օբյեկտիվ եւ sense հեռանալ քո պրոդուկտից։ Դրա համար հարց ու պատասխանը միշտ են լարված անցնում։ Ամեն դեպքում շնորհակալ եմ մի քանի շատ լավ հարց հնչեց, որոնց մեծ սիրով պատասխանեցի։ Меня зовут Балашов Игорь. Я родился в Москве, живу сейчас в Ереване. Я являюсь сооснователем и директором компании Uray Technologies. Наша компания занимается разработкой медицинского устройства для анализа мочи. Это устройство основано на базе нашей уникальной технологии, которая позволяет без реагентов проводить анализ в течение 10 секунд по 21 биомаркеру. Мы привносим возможность делать анализ мочи непосредственно во время приема у терапевта. Наша команда состоит из большого количества инженеров и ученых, которые, собственно, являются разработчиками данной технологии. Поэтому, начиная из Еревана, стартуя из Еревана, мы целимся на глобальную экспансию.
и видим возможность прежде всего для выхода на рынок Азия-Пасифик региона, потому что в данном регионе гораздо проще регуляторка, меньше бюрократии. В Армении довольно классная комьюнити с точки зрения стартапов. Даже вот просто банально общаясь с участниками данной программы, можно найти очень много новых интересных знакомств. Ну и в том числе я рассчитываю, что поддержка Министерства высокотехнологической промышленности Армении позволит быстрее дойти до нужных людей, которые принимают решения, и быть узнаваемым. Игорь, на каком языке будет представление? На английском. На английском? Да. Then you're kindly invited to start your Thank you. speech, please. Hello, my name is Balashov Igor. I'm director of Urey, and Urey is a company that developed a urine analyzer based on photonics and AI technologies to increase screening in primary healthcare. Igor, դուք ունեք 3 րոպե ժամանակ։ Okay, thank you. So, our vision is simple. Urine is the new blood. Urine has more than 4,000 different biomarkers, and it is a rich source of healthcare data. So we have seen a great potential in urine, and however, the tech that used in urine analysis were developed in 50s, and lack of precision haven't updated since haven't updated for a long time, and doesn't work well with AI. So this is why we developed Urey, AI-powered urine analyzer that capture high-dimensional data and create an optical fingerprint of each urine sample, and is a rich source of healthcare data. We aim to improve screening in primary healthcare by targeting on chronic patients from risk groups. We completely developed a novel technology and pay a lot of attention about the validation of our data. We compare the results of Urey with more than 1,000 patients examined by the gold standards of urine analysis industry. So our business model is simple. We sell our device for $300 and charge $1 per each test as a subscription business model. We would like to distribute our device with a classical distributional channel and work with medical equipment distributors in this way. Our first clients is general practitioners, and we understand how could we increase and enhance their workflow significantly. Of course, we have some competitors. Most of them are built on old-fashioned tech. They utilize deep-stick technologies and couldn't reach Urey level of performance at almost the same price. We have a great team. We have specialists in photonics, artificial intelligence, machine learning, and medical device sales. We are on the way to transform our solution from MVP to the final product, to go for the regulatory tests, and we are ready to create like 40 devices for the third-party testing to show our performance and show how does our device work in the real world. So in this case, we are searching for funding, and this grant will help us a lot in this journey. Are you okay? Ask Urey. Thank you. 3 минуты — это много времени для того, чтобы рассказать про свой проект, поэтому я думаю, что все, что я хотел рассказать, я рассказал. Спасибо. Շնորհակալություն։ Իգոր եւ հարգարժան ժյուրի ներկայացուցիչներին կխնդրեմ, բայց հարցերը հնչեցնել հայերեն, մենք այնուհետև կթարգմանենք իր համար։ Առաջին հարցը այն է, ինչու հենց Հայաստանում եւ ինչն է ձեզ ձեր համար առավել մեծ խնդիրը այս պահին, եթե հարցը վերաբերում է այս product-ի պատրաստմանը։ Because this device is a medical device, the highest problem is go through the regulatory process. And Armenia is a good place to start this development and receive clinical validation. Բայց տեղից հետո ուրիշ տեղ եք, չէ, այստեղից հետո գնալու եք ուրիշ երկիր։ Yes, the next region after Armenia, we see Asia-Pacific region,
And here, it is possible to use the clinical validation data that we received in Armenia and the previous certification, like certification for Eurasian region, will help us a lot in this journey. Դուք նշեցիք, որ շատ կարևոր է, որ դա բժշկի մոտ է լինելու եւ արագ է օգնելու բժիշկներին որոշում կայացնելու համեմատած տրադիցիոնալ ճանապարհների, որ գնում են եւ մի քանի օր հետո պատասխանը ստանում եք։ Ինչու է այդքան կարևոր, որ պատասխանը հենց հիմա ստացվի, ինչ դեպքերում եւ քանի տոկոս դեպքերում։ Our device is used for screening purpose. This is a point-of-care testing device, and this device is placed at the GP clinics, general practitioner clinics, at urologist cabinets, etc. So, in some cases, for example, if a urologist would like to confirm the diagnosis based on patient history, he could use our device to confirm his decision to start treatment immediately. In this case, our device could work. Այստեղ մոտ հարց է առաջանում, բժիշկը կարող է այդ տվյալների հիման վրա որոշում կայացնել, թե դա ընդհանրապես մի հատ ասենք ճնշման գործիքի նման բան է, որ մի հատ ստուգում են, տեսնում են խնդիր կա թե չէ, հետո մի հատ էլ վերցնում են, որ արդեն ուղարկեն լաբորատորիա։ Of course, in some cases, when some extra diagnostic is needed, doctor could use the same sample that he tests with the help of our device and send this sample to the lab. However, in 80% of cases, our device is quite enough to make a prescription, to make a decision about the start treatment, or just to show that there is some abnormals in the health state of patient. Good. Դուք մի քանի անգամ նշեցիք, որ կարիք ունեք կլինիկական հաստատման, այսինքն հստակ պետքա լիցենզիա հետագայում, որպեսզի դուք կարողանաք մուտք գործեք շուկա։ Իսկ Հայաստանում այդ process-ը արկա չի, ինչպես եք պատրաստվում լուծել այդ հարցը։ Yeah, so first of all, we need the clinical validation data based on protocol to show that and to compare the results of our device with previously registered medical devices. We understand the partners with whom could we do this in Armenia to show the clinical validation data. In case of regulatory things, so just a novel protocol started to be developed in Eurasian region, and based on this protocol, the clinical validation and the decision to register the devices, and not also the devices but also some pharmacy treatment and so on, are possible to be done in Armenia. Вопросы были челленджовые, они были сложные, что в целом как бы подчеркивает экспертный уровень жюри. И я люблю, на самом деле, когда задают вопросы по существу, конкретные, на которые приходится искать правильные слова для того, чтобы на них ответить. Thank you. Շնորհակալություն հարգարժան ժյուրի, սա եւս մեկ ապացույց է, որ մեր հաղորդաշարը բաց է բոլորի եւ տարբեր տեսակի գաղափարների համար. Thank you very much. Я вас провожу, вы будете ждать там. You will wait a little bit. And then we're gonna see the results, right? Okay, thank you. Enjoy, take care. Եվ վարկաներ անց մենք կդիմավորենք մեր այսօրվա թվով 4-րդ մասնակցին։ Это не первое представление данного продукта, все прошло на высоком уровне и, наверное, возможно, это одна из лучших организаций конкурсов, в которых мне доводилось участвовать. Արտուր Մնացականյան, Երևանից եմ։ Ես Fidem ընկերության հիմնադիր տնօրենն եմ, 10 տարվա ծրագրավորման ընկերությունն է, ունենք product, որը կոչվում է Zegashop, արհեստական բանականության հիման վրա պատրաստվող վեբկայք, ու որ տրամադրում ենք աճի ռազմավարություն, դա ամերիկյան ընկերությունն է։ Սիրում եմ մրցույթներ, նաև այս հնարավորություններ մեր product-ի ճանաչումը։ Zegashop-ը լուծում է էլեկտրոնային առևտրով զբաղվող ընկերություններին վաճառքների աճը, այսինքն շատ կազմակերպություններ չունեն ստրատեգիա եւ աճի ռազմավարություն, մեր համակարգով մենք տրամադրում ենք օպտիմիզացված պլատֆորմ, նաեւ աճի ռազմավարություն, որը որ օգնում է բիզնեսներին լինել Google-ի առաջին էջում, երկրորդ էջում, ունենալ օրգանիկ տրաֆիկ
եւ ունենալ ավելի շատ վաճառքներ։ Միանշանակ թիմը լինելու է Հայաստանում, չնայած ունենք պլանավորում, որ թե Ամերիկայում, թե Եվրոպայում ունենալու ենք թիմ, բայց հիմնական թիմը լինելու է Հայաստանում։ Ունենք արդեն հաճախորդներ Ամերիկայից, բայց նախատեսում ենք, որ եվրոպական շուկայել ենք լինելու մոտ ապագայում։ Լարված չեմ, նորմալ ամեն ինչ, սպասում եմ, հուսով արդյունավետ ելույթ կունենամ։ Խնդրեմ համեցեք։ Բարև ձեզ, ես Արտուր Մնացականյանն եմ, Zegashop ընկերության հիմնադիր տնօրենը։ Արթուր, դուք ունեք 3 րոպե ժամանակ։ Ժամանակը գնաց։ Zegashop-ը AI հիման վրա վեբսայթ կառուցող համակարգ է, որը որ տրամադրում է աճի ռազմավարություն։ Ես 10 տարի ծրագրավորման ընկերություն ունեմ ու 40% մեր ժամանակը կենտրոնացած ենք եղել e-commerce-ի խնդիրների վրա, որոնք որ 90% աշխարհի e-commerce ստարտափները ունեն եւ ձախողվում են առաջիկա 4 ամսվա ընթացքում, որոնք են հիմնական խնդիրները, վեբկայքի կատարողականի խնդիրներ, չունեն որոնողական համակարգերի ստրատեգիա եւ չունեն աճի ռազմավարություն։ Միայն վեբկայքի կատարողականի օպտիմիզացիան կազմակերպություններից պահանջում է մինիմում $15,000 ծախս։ Իսկ մնացած խնդիրները լուծելու համար կազմակերպությունները վարձում են տարբեր կազմակերպություններ, որոնք որ որոնական համակարգերի օպտիմիզացիաներ են անում, մարքեթինգային լուծումներ են տալիս եւ ծրագրավորման օպտիմիզացիաներ են անում, որոնք որ թանկ են եւ not scalable են, այսինքն ճկուն չեն։ Մենք որոշեցինք բացենք մեր ընկերությունը, որտեղ որ արդեն կլինեն բոլոր օպտիմիզացիաները արված ու մեր տեխնոլոգիայի շնորհիվ նաև արհեստական բանականության շնորհիվ մեր ընկերությունը SEO-ի ավտոմատացումն է անում, այսինքն որոնողական համակարգերի օպտիմիզացիաներն է տրամադրում, նաև առաջարկում է աճի ռազմավարություն, որը որ այս 3-ը մեկում համակարգն է, այսինքն օպտիմիզացված պլատֆորմ, SEO-ի օպտիմիզացիաները, որոնք որ օգնում են կազմակերպություններին գալ Google-ի առաջի էջ, ունենալ օրգանիկ տրաֆիկ եւ նաև ունենալ ավելի շատ վաճառքներ։ Ինչպես է աշխատում։ Սկզբից մենք տվյալները վերցնում ենք, հարցնում ենք ինչով է բիզնեսը զբաղվում, որից հետո keyword research, այսինքն պահանջարկը տվյալ product-ի կամ ծառայության տալիս ենք կազմակերպություններին, դրանից հետո մրցակիցների անալիզ տալիս ենք, որից հետո կոնտենտի ստրատեգիա եւ այս ամբողջը միասին կառուցում է վեբկայքը։ Ունենք մենք հաջողված դեպքեր, որ միգրացիա են եղել արդեն Zegashop այլ պլատֆորմների վրա, Marian 150% օրգանիկ աճ ունեցել եւ վաճառքների աճ, նաեւ ունենք մյուս հաճախորդը, որը 60% ծախսերի նվազեցում ա եղել։ Market size-ը e-commerce-ի մարքեթը բավականին աճող 50 միլիարդի հնարավորությամբ, մեր մարքեթը ձեռնարկատերերը, փոքր ու միջին բիզնեսները, նրանք ովքեր ուզում են scale լինեն եւ նաեւ ունենք մեծ կազմակերպությունների համար լուծումներ։ Բնականաբար ունենք մրցակիցներ, այս տվյալները, որոնք որ կան, load speed եւ performance optimization, դրանք այն օպտիմիզացիաներն են, որոնք որ $15,000 եւ ավել ժամանակությունները ծախսում են։ Zegashop-ը on-line խանութներ պատրաստման համակարգ է, որը արհեստական բանականության հիման վրա տալիս է աճի ռազմավարություն։ Այդքան էլ հեշտ չի սովորական մարդկանց համար, բայց ովքեր որ այս ինդուստրիայի մեջ են, իրանք հասկանում են։ Մեր ժամանակը սպառված է եւ Աննա խնդրեմ։ Երևի թե խոսեմ ամենամեծ e-commerce builder-ներից մեկի մասին Shopify-ը։ Մեզ միշտ են համեմատում Shopify-ի հետ ու ոչ միայն Shopify-ի հետ, որտեղ մեր մրցակիցները դինոզավրներ են, շատ մեծ են ու կարողանում ենք մենք ասենք, թե ինչով ենք մենք առավել։ Գտնենք մի փոքր մաս ու կարողանում ենք դա ցույց տանք ու ապացուցենք։ Shopify ունի SEO integration, որը իմ տեղեկություններով նորմալ աշխատում է, կուզեի հասկանալ ինչով եք տարբերվում Shopify-ից։ Ես 8 տարվա փորձ ունեմ Shopify-ի, ունեմ application-ներ, որոնք վաճառվում են Shopify marketplace-ում, ու ես գիտեմ, որ ցանկացած հաճախորդ նույնիսկ մեր application-ը ինստալացիա անելուց իրանց համակարգում վեբկայքի կատարողականը ընկնում է։ Այսինքն եթե այս օպտիմիզացիաները մի օր Shopify-ն ուզենա այն մակարդակի անի, որոնք որ Zegashop-ում արված, ապա իրանց համաշխարհային partner program-ը պետքա cancel անի, որ կարողանա այդ ամեն ինչը իր մոտ սարքի
ու ունենա սենց թվեր, որոնք որ հիմա մենք ստացել ենք։ Շատ լավ։ Մեկ էլ թիմի մասին կասեք մի քանի բառով, ձեր մասին նշեցիք, բայց հա։ Մենք 12 հոգի ենք, ունենք նաև advisor, որ 20 տարվա փորձ ունի համ e-commerce-ի, համ digital marketing-ի, Ամերիկայից է։ Թիմն էլ մոտ հիմնականում 5-ից 7 տարվա փորձ ունեցող մասնագետներ են։ Ռեմ Դուք նշեցիք, որ e-commerce վեբսայթերի 90%-ը ձախողվում են։ Արդյոք ձախողման պատճառը հենց SEO-ն է միայն, թե ուրիշ խնդիրներ կան, որը դուք չեք լուծում։ Այսինքն, արդյոք դա է այն կոմպոնենտը ձեր դուք ինչ տալիս եք, որ թույլ է տալու e-commerce վեբսայթերին այդ 90%-ը գոնե իջացնել 50 կամ 40%։ Մենակ SEO-ն չի, առաջինը օպտիմիզացված պլատֆորմն է, որ ծրագրավորման ընկերություններին գումար են տալիս, որ ունենան այդ չափանիշները, որոնք որ Google-ն է պահանջում, որ հիմա մենք արդեն ունենք, ու էլ ասում ենք ժամանակ էլ գումար մի ծախսեք, որովհետև մեր հաճախորդները մինչև 20 անգամ ժամանակ ու գումար են խնայում ուրիշտեղից գալու մեր մոտ։ Առաջինը օպտիմիզացված պլատֆորմն է, երկրորդը SEO-ն է, որոնողական համակարգերի օպտիմիզացիան է, մյուսը արդեն digital marketing անող process-ն է։ Այսինքն, այս ամբողջը 3-ը մեկում process-ը տալիս է մեզ հնարավորություն տալ մեր հաճախորդին աճի ռազմավարություն, որոնք որ գումարներ ու ժամանակ չեն ծախսելու, այլ հաճախորդների, այլ կազմակերպությունների գումարներ տալու, որ այս հարցերը լուծեն։ Երբ որ դուք ունեք ուրիշ պլատֆորմաներում ձեր e-commerce վեբսայթերը, դուք արդեն տասնյակ եւ հարյուրավոր ապրանքներ ունեք, վաճառքներ ունեք եւ այլն։ Այստեղ խնդիրը առաջանում, որ ինձ շատ երկար ժամանակ է տևելու թանկ է նստելու ժամանակի եւ ռեսուրսների տեսակետից տեղափոխվել ձեր մոտ։ Եթե դուք արդեն օգտագործում եք այդ հարթակները, շատ ռեսուրսատար է տեղափոխվելը, ոնց եք այդ խնդիրը լուծելու։ Դուք մենակ ուրեմն թիրախավորելու եք սկսնակներին եւ մեծերը ձեր արդեն թարգեթից դուրս են, թե ոնց է լինելու դա։ Ուրեմն այս պահին տեղափոխումը տևում է մոտավորապես 1 շաբաթ։ Այս պահին մենք թիրախավորում ենք e-commerce ստարտափներին, բայց միաժամանակ մենք գնում ենք ծրագիր, որ այդ տեղափոխումը լինի մաքսիմում 1 ժամվա ընթացքում։ Մի քանի կոմպոնենտ ունի հարցես, այս պահին քանի հաճախորդ ունեք, ամսական շրջանառությունը մոտավոր ինչքան է եւ այդ պարագայում հայցվող 10 միլիոն դրամ ինչի վրա եք ծախսելու։ Ասեմ, այս պահին ունենք մոտ 20 հաճախորդ, ամսական մեզ վճարում են մոտ $1000, բայց ես upsell եմ կարողանում անեմ, մոտավորապես դա գալիս է ամսական մոտ $2-ից $3000, 10 միլիոնը տալու է մեզի հնարավորություն հասնենք 100 հաճախորդին։ Ինչ եք անելու այդ 100 հաճախորդին հասնելու համար, ինչին է ուղղված լինելու, գումարի ծախսման ուղղությունները ավելի հստակ կուզեի լսել, էլի։ Միջոցառումները, որոնց ուղղվելու է ֆինանսավորում։ Շատ լավ։ Քանի որ այս թվերը, երբ որ ես ցույց եմ տալիս digital marketing անող ընկերություն, SEO անող ընկերություններին, ու այս թվերի համար իրանք ամիսներ 6 ամիս, 8 ամիս կարող է սպասեն, որ 98-97 պլյուս օպտիմիզացիաներ ունենան։ Ես սարքում եմ partner program իրանց համար ու ասեմ, այս պլատֆորմը նաև ձեր համար պլատֆորմ է, ու առաջարկում եմ բոլոր digital marketing անող, SEO անող, SMM անող ընկերություններին, ասեմ 51% դուք fee ունեք, 49% մերն է։ Այսինքն partner program եմ ես առաջարկում բոլոր աշխարհի կազմակերպություններին պրոգրամը անելուն, մարքեթինգին, sales-ին, նաև քիչ աշխատապար։ Դուք նշում եք ունեք 20 հաճախորդ $3000, իմիջայլոց իզուր նշեցիք այդ 3000 լավ էր լիներ 1000, այսինքն $60000 ամսական եկամուտ ունեք։ Total 3000-ն է total, $150 Հա, 3000 ստանում եք 20-ից է անում, դարձնում է 3000։ 20-ից ստանում եք $3000։ $1000, հա, նոր հաճախորդներից գրավելով ես կարող եմ upsell-ներ անեմ, որը որ շատ լավ, մենք մտածեցինք դուք ուղղակի շատ հարուստ եք։ Ուզում եք հարցնել այս փողին։ 3000 անգամ Չէ, ես հարուստ չեմ, ես շատ հարուստ եմ։ Ցան էին հաշվում Աննան։ Չէ։ Կարող եք արդեն դուք էլ միանալ ժյուրիի անդամներին, եթե այդպես լավ բյուջեով կարելի է անտես գալ եւ օգնել մյուս ստարտափերներին, այսքանով եզրափակենք քննարկումը, ես մի հարց ունեմ, հա, ճանապարհին։ Օրինակ այդ ձեր ծրագրով ինչքանով ես եմ հասկանում, հնարավոր է այնպես անել, որ Google search-ում որ անեն Արսեն Գրիգորյան, առաջինը ինձ բերի, ոչ թե այն 5-ին։
Իհարկե հնարավոր է։ Շատ բարի։ Շնորհակալություն։ Համեցեք սպասեք սպասասրահում, իսկ մենք վարքյաներ անց կիմանանք, թե ինչ եզրահանգման է գալիս այսօր մեր ժյուրին։ Շատ հետաքրքիր անցավ, շատ հետաքրքիր բուրն էր ամեն ինչ, հետաքրքիր հարցեր էին տալիս։ Եթե ձեզ հարցնում են, թե ինչ պլաներ ունեք երեկոյան, իսկ դուք պատասխանում եք բիզնես պլաներ, նշանակում է, որ պետք է մի փոքր հանգստանաք։ Այս պահին մեր մասնակիցները կարող են թուլացնել հուզմունքն ու մի պահ հանգստանալ։ Կլսենք ժյուրիի ամփոփիչ մեկնաբանությունները։ Այնուհետև հուզմունքն անխուսափելիորեն գլուխ է բարձրացնելու, որովհետև ամենասպասված ու պատասխանատու պահն է հաջորդելու, հրապարակվելու են քվեարկության արդյունքները։ Հարգարժան ժյուրի, այսօր եւս լսեցինք տարբեր ստարտափներ եւ նաեւ ունեինք օտարազգի ներկայացուցիչ մեր այսօրվա ստարտափում։ Արամ, որքանով է այս հանգամանքը հոգուտ մեր ծրագրի եւ գաղափարի։ Այն հանգամանքը, որ մենք ունենք օտարազգի մասնակիցներ։ Եվ որքանով եք ճկուն իրենց ընդունելու միջև։ Մենք դառնում ենք միջազգային, դա կարգավիճակ է։ Բայց միթե մի քիչ լուրջ ասենք, ուրախալի է, որ մեզ դիմում են տարբեր մարդիկ, տարբեր լեզուներով խոսացող, եւ ընդհանրապես Հայաստանը հայերը միշտ եղել են ինկլյուզիվ միջավայր։ Մենք միշտ բոլորի համար եղել ենք ցանկալի տեղ գալու, ապրելու, շփվելու եւ այլն։ Եվ այդ մշակույթը պիտի շարունակվի մեզանում եւ շատ լավ է, որ այսօր դա արտահայտվում է այստեղ։ Շատ բարի, Աննա, այսօրվա ստարտափերների մեջ եղան դեպքեր, որ իրենց վստահությունը գրավիչ էր ձեզ համար։ Այսօրվա բոլոր 4 ելույթները բավական տպավորիչ էին եւ այո, վստահությունը կար մասնակիցների մոտ եւ կուզեմ հատկապես նշել նրանց վստահությունը հարցերին պատասխանելիս, երևում էր, որ նրանք նախապես պատրաստվել են, մտածել են այս ամենի մասին եւ պատրաստված եկել են, ինչը շատ գովելի է։ Շատ բարի։ Ամալիա, իհարկե հասկանում եմ, որ որպես ժյուրիի ներկայացուցիչ պետք է ընդհանուր առմամբ պահել նեյտրալ կարգավիճակ, բայց կար մի գաղափար, որը հատկապես ձեզ գրավեց այսօր։ Անկախ նրանից կողմ եք քվեարկել թե դեմ։ Այսօրվա բոլոր գաղափարներն էլ բավականին լավն էին։ Իհարկե իրանք ամեն մեկը ունեին իրանց զբաղեցնող դիրքը, այսինքն շուկայում, եւ իրանք տարբեր էին, եւ երբ որ մենք էլ գնահատում ենք գաղափարները, այսօրվա օրինակներից էլ ելնելով, դրանք իրավահավասար չեն, այսինքն դրանք տարբեր են, տարբեր բնագավառներ են, բայց ինչևէ, իրենցից շատերը այսօրվա ներկայացածներից շատ հստակ խնդիրներ էին իրանց լուծումներով, մյուսները ավելի լայն խնդիր էին լուծում, բայց կարծում եմ նրանք բոլորն էլ հնարավորություն ունեն գրավել շուկան։ Շատ բարի։ Գագիկ, իհարկե աջակցությունը պետական է եւ սա արդեն ինքնին մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր ստարտափերի համար, բայց հասկանալով ասպարեզի եւ աշխատանքների ծավալը, հասկանում ենք, որ այն ներդրումը, որը որ կատարվում է, ինչ որ իմաստով կարող է համարվել սիմվոլիկ։ Հնարավոր է դեպքեր, որ պետությունը շարունակաբար աջակցի տվյալ գաղափարի վերջնական իրականացմանը։ Իրականում շատ կարևոր հարցադրում էր հենց նախարարության ու ոլորտի զարգացման տեսանկյունից եւ եթե հետևում ենք տարիներ շարունակ նախարարության գործունեությանը, հենց դա է մեր գլխավոր նպատակը եւ հենց այս գաղափարից բիզնես դրամաշնորհային ծրագիրը գաղափարի փուլի համար, շուկա մուտք գործելու համար տարբեր ակսելերացիոն ծրագրեր, այդ ամեն ինչը նախարարությունը հենց իրականացնում է այդ նպատակով, որ մենք կարողանանք գաղափարից վերածել իրական բիզնեսի, որը կարող է ինչու՞ չէ նաև գրավել աշխարհը։ Շատ բարի։ Հիշեցնեմ, որ դրամաշնորհը ստանալու համար մասնակից թիմերին անհրաժեշտ է մեծամասնության կողմ ձայնը։ Հաջողությունը կարող է ժպտալ ինչպես բոլորին, այնպես էլ ոչ ոքի։ Տեսնենք քվեարկության արդյունքները եւ դրա համար ձեր ծափահարությունների ներքո ես մեր այսօրվա մասնակիցներին հրավիրում եմ տաղավար։ Ինվտեք ՍՊ Դավիթ Գաբրիելյան, Mednet ՍՊ Իրինա Ղազարյան, Uray Technology ՍՊ Իգոր Բալաշով, Fidem Արթուր Մնացականյան։ Եվ միանգամից կարծում եմ պետք է հասկանանք, թե ինչպես է քվեարկել ժյուրին, եւ այսպես Ինվտեք ՍՊ Դավիթ Գաբրիելյան, խնդրեմ արդյունքները։ Վաու, բոլորը կողմ։ Բրավո, 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 բրավո։ Շնորհավորում եմ։
Ինչ կասեք Դավիթ։ Ասեմ ապրի մեր թիմը ուրեմն։ Բրավո, շատ ուրախ ենք։ Իրոք նաև գնահատեցինք ժյուրիի մասնագիտական կարծիքները, մեր համար շատ բաներ քաղել ենք արդեն, բայց իրանց չենք ասի, այդտեղ կարող է հարցեր առաջանան։ Ուրախ ենք, որ մասնակցեցինք ու շնորհակալություն ընձեռված հնարավորության համար, նաև շնորհակալություն ժյուրիին իրանց ժամանակի համար եւ հույսով եմ այս մեր առաջի օրինակը մնացածին էլ կմոտիվացնի էլ ավելի փորձել ու կստացվի բոլորի մոտ։ Բրավո, շնորհակալություն։ Հիանալի է։ Մեդնետ ՍՊԸ Իրինա Ղազարյան։ 1, 2, 3, 4, 5 կողմ եւ 2 դեմ, ինչը նշանակում է, որ դուք եւս արժանանում եք դրամաշնորհին Իրինա։ Շատ շնորհակալ եմ։ Մեր համար շատ ոգևորիչ է եւ շատ մեծ պատասխանատվություն է ստանալ դրամաշնորհը։ Շնորհակալություն բոլորին, ովքեր կողմ են քվեարկել, շնորհակալ եմ նաեւ, որ մեզ լսեցիք եւ լավ հարցերի համար։ Բրավո, շնորհավորում եմ, սա հիանալի է։ Ժյուրին այսօր կարծես ինձ անակնկալներ մատուցի իրենց բարեգթությամբ կամ ոչ բարեգթությամբ, հստակ որոշումներով, որոնք առաջին երկուսը արդեն հաջող է եւ ինչպես դուք շեշտեցիք, հույս ունենք, որ այդպես էլ կշարունակվի։ Դավիթ, տեսնենք։ Եվ հաջորդը Իգոր Բալաշովի ներկայացրած Uray Technologies ՍՊԸ-ի պրոդուկտի օգտին ինչպես է քվեարկել ժյուրին։ 1, 2, 3, 4, 5, 6 եւ 1 դեմ։ Congratulations, поздравляю. Спасибо большое. Спасибо большое за оказанное доверие. Мне было очень приятно принимать участие в этом конкурсе. Организация прошла на высшем уровне. Мне очень приятно находиться среди участников стартапов, среди стартап-тусовки Еревана. Спасибо большое за оказанное доверие. Я не подведу. Բրավո, բրավո, բրավո։ Դրամաշնորհը Իգրին փոխեց մայր լեզվին եւ նա իր հարազատ ու սիրելի ռուսերենով հայտնել շնորհակալությունը։ Շնորհավորում ենք եւ Արթուր, կարծում եմ 3 մասնակցի սրտերն էլ հիմա արդեն բաբախում են ձեզ համար։ Տեսնենք թե ձեր առաջարկած պրոդուկտին ինչպես է քվեարկել ժյուրին։ Ֆիդեմ, Արթուր Մնացականյանի առաջարկած պրոդուկտի քվեարկության արդյունքները, խնդրեմ։ 4 կողմ եւ 3 դեմ, բրավո, շնորհավորում եմ, դուք եւս արժանանում եք դրամաշնորհի, այս ծափահարությունները ձերն են, խնդրեմ կարող եք շնորհավորել միմյանց, շնորհակալություն հայտնել ժյուրիի ներկայացուցիչներին, այսօր իսկապես յուրահատուկ է այն ինչ տեղի ունեցավ մեզ մոտ տաղավարում, շնորհավորում եմ ձեզ եւ ես ուզում եմ անձամբ սեղմել ժյուրիի ներկայացուցիչների ձեռքը ձեզնից յուրաքանչյուրի, բրավո, դուք այսօր շատ յուրահատուկ կերպով բարձրացրեցիք բոլորիս տրամադրությունը։ Խնդրեմ Արամ կարող եք հանձնել 10 միլիոն դրամի եթերային սերտիֆիկատը գաղափարից բիզնես Inftech ՍՊԸ-ին։ Ռեմ, խնդրեմ կարող եք հանձնել Ֆիդեմին Արթուր Մնացականյանին 10 միլիոն դրամանոց սերտիֆիկատը։ Ամալիա, խնդրեմ, կարող եք հանձնել Իրինա Ղազարյանին Մեդնետ ՍՊԸ-ին։ Շնորհավորում եմ եւ Աննա, դուք էլ հանձնեք 10 միլիոն դրամանոց սերտիֆիկատը Uray Technologies ՍՊԸ-ին։ Իգոր Բալաշով։ Շնորհավորում եմ ժյուրիի ներկայացուցիչներին, խնդրում եմ զբաղեցնել իրենց տեղերը, իսկ ձեզ թանկագին ներկաներ առաջարկում եմ գնալ ու շարունակել այն մեծ գործը, որի ստարտը վաղուց է տրված ու այն պետք է up level անել։ Ձեզ մեծագույն հաջողություններ։ Ծափահարություններով ճանապարհենք միլիոնատերներին մեր այսօրվա։ Որոշումներ կայացնելու հերթը Բահամութ հիմնադրամի թիմինն է։ Մասնակիցներից ով
կամ ովքեր կհամալրեն հատուկ ներդրումային ֆոնդի մասնաբաժնի համար պայքարող թիմերի շարքը։ Ընդ որում, դրամաշնորհ ստանալը կամ չստանալն այս դեպքում նշանակություն չունի։ Եվ ես կարելի ասել հույսի սենյակում եմ, թեպետ այսօրվա մեր բոլոր մասնակիցները արդեն խանդավառված են, բայց ինձ հետաքրքիր է Նարինե, ունեք ֆավորիտ այսօրվա համար։ Ֆավորիտ վստահաբար ունենք, բայց մենք որոշեցինք, որ խաղաքարտերը դեռ չենք բացում։ Ըստ արդեն որերորդ դեպքն է, որ դուք չեք բացում խաղաքարտերը, ես ուզում եմ անդադար ինչ-որ ուղիներ փնտրել, որևէ կերպ ինֆորմացիա իմանալու զուտ մեր մասնակիցներին ուրախացնելու համար, բայց թե բացում են։ Չէ, Սարգիս։ Չէ, իհարկե։ Ունենք ֆավորիտներ, բավականին հետաքրքիր իդեաներ քննարկեցինք։ Ինձ թվում է մեր քննարկումն էլ շատ թեժ այստեղ ընթացքում։ Կան ֆավորիտներ, մենք դա վերջում խաղաքարտերը կբացենք։ Հետաքրքիր է շատ դոկտոր Յանի զարգացման հետևել, որովհետև արդեն բավական անչափ traction ունեն։ Բավական հետաքրքիր է Uray Technology-ն։ Մենք դեռ հարցեր ունենք, հավանաբար առիթ կունենանք դրանք ավելի պարզաբանելու, բայց շատ հետաքրքիր ու խոստումնալից էր երևում։ Bar control-ը բավական լավ էր։ Ես հավանեցի նաև կոնցեպտը։ Իրանց հետ արժի ընկերություն անել, արժի ընկերություն անել։ Իհարկե իմ տեք նույնպես բավական հետաքրքիր էր եւ այնտեղ հետաքրքիր շուկա եմ ես տեսնում ու իդեան ավելի բարգավաճելու տեղ կա։ Ձեր զրույցը ավելի է ոգևորում ու ավելի է դրթիրով լցնում սպասումի այդ ընթացքը, որպեսզի հասկանանք, թե ի վերջո ովքեր են այն բաղձալիները, որոնք կարժանանան Բահամուտ հիմնադրամի զգալի ներդրմանը։ Շնորհավորում եմ այսօրվա հաղթող մասնակիցներին, ցանկանում եմ չտեսնված տեմպերով արագ աճ, թող մոտ ապագայում նման գումարներ ինքներդ կարողանաք ներդնել այլ ստարտափերում։ Եվ թող այսօրվա օրինակը ոգևորիչ լինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեն գաղափար եւ փորձում են այն վերածել բիզնեսի, ու հիշեք, որ այս ճանապարհին երբեք պետք չէ հուսահատվել, որովհետեւ եթե համակարգչի ստեղծողները հուսահատվեին, ապա բարձր տեխնոլոգիաները հիմա պարզապես բարձր խոսքեր կլինեին։ Կհանդիպենք հաջորդ անգամ ու կնպաստենք հայկական տեխնոլոգիական առաջընթացին։